Շնորհակալություն, պարոն վարչապետ, երկու հարցի մասին եմ ուզում խոսել, երկրորդը նշեցիք արդեն, ամենակարևոր հարցը այս խնդրի լուծման, որ հիմա արվում է կառավարության կողմից, դա մանկապարտեզների ծրագիրն է։ Եթե ամեն համայնքում, ամեն տարածքում լինի մանկապարտեզ, էականորեն նաև այդ զբաղվածության հարցը կլուծված կլինի, հետևաբար հնարավորություն կունենան կանայք եւ կամ տղամարդիկ զբաղվել այն աշխատանքով, որը ուզում են։ Հիմա վերադառնամ մյուս հարցին, մենք այստեղ խոսում ենք գենդերային խտրականության եւ անհավասարության մասին։ Իմ կարծիքով Հայաստանում գենդերային խտրականություն չկա, բայց կա խիստ անհավասարություն եւ երկու օրինակ մենք բերեցինք, օրինակ դպրոցներում որպես ծնող ասեմ 90+%-ը երեխաներին դասավանդում են կանայք։ Ես չգիտեմ սա կրթության որակի վրա կամ դաստիարակության վրա ինչպես է ազդում, բայց սա իմ կարծիքով խնդիր է նաև։ Ներեք, պարոն Պապյան, եթե բուհերի 90%-ում սովորում են աղջիկները, բա դպրոցում ով պետք է դասավանդի։ Տղամարդկանց, որ հիմա այսինքն տեղից է պետք սկսել։ Եթե երգչախմբի 100%-ը աղջիկներն են, բա հետո ով է գնալու այդ դպրոցում դասավանդի, բա այդ եմ ասում։ Եթե մենք կրթությունը այնքան նույնքան ընկալելի չի տղաների շրջանում, ինչքան աղջիկների շրջանում, բա ով դասավանդի։ Ուրիշ տարբերակ մենք չունենք։ Ես կոնկրետ մասնավոր դեպք է, հիմա կարող է վիճակագրությունը մի փոքր տարբեր լինի, բայց այդ մասնավոր դեպքը ես հետաքրքրվել եմ իմ երեխայից եւ այդպես է, ու սա իմ կարծիքով պետք է երևի լրացուցիչ մտածենք խթանների մասին, որպեսզի նաեւ տղամարդ ուսուցիչներին ուղղորդենք դեպի դպրոց, սա առաջինը, օրինակ կանանց գործարար ակտիվության մասով մենք այս տարի նոր աշխատանքային ծրագիր ենք ընդունել եւ նաեւ ձեռնարկության ռազմավարության մեջ նախկինում իհարկե եղել է այդպիսի մտահոգություն, որ ուղղակի այսպես ասած ձևական փոփոխություն կարվի նույն ընտանիքի ենթադրենք տղամարդ անդամից դեպի կին անդամ փոփոխություն բիզնեսի մեջ, բայց նույնիսկ եթե անգամ այդպես լինի, իմ կարծիքով այդտեղ էլի վատ բան չկա, մենք նույնիսկ անգամ այդ ձևական փոփոխությունները իրենք ժամանակի ընթացքում կբերեն կնոջ ներգրավվածության մեծացման, որտեղ ինքը ստիպված է լինելու ինչ-որ պայմանագրեր ստորագրել, ինքը ստիպված է լինելու պետության կամ այլ կազմակերպությունների հետ ինչ-որ գործնեության մեջ մտնել, այսինքն մենք անգամ նույնիսկ եթե գործառնական հիմնական գործառույթը տղամարդը իրականացնի, ընդհանրենք ընտանեկան բիզնես է, կինը ստիպված է լինելու որոշ դեպքերում ներգրավել այդ process-ի մեջ եւ դա էլի իր կամած կբերի նրան, որ կանայք ավելի շատ կներգրավեն գործարար ակտիվության մեջ։ Ես կարծում եմ, որ այստեղ մենք ունենք անհավասարություն եւ դա եւ օբյեկտիվ հիմքեր ունի եւ նաեւ ունի որոշակի մշակութային եւ այդ թվում նաեւ ձեր նշած քրեական մշակույթի հետ կապված տարերը եւ կարծում եմ լրացուցիչ միջոցներ է պետք, որպիսի մենք ազդենք այս process-ի վրա, որովհետեւ էլի եմ կրկնում իմ տպավորությամբ մենք չունենք խտրականություն եւ պետության եւ մասնավոր հատվածի կողմից, բայց ունենք անհավասարություն խիստ։ Հիմա տենց մի հատ բուրըն բանավեճի բանդերիկ թեմա դրիկ, հիմա տեսեք ինչքան ձեռքեր բարձացան ձեր ասացին արձագանքելու համար, բայց հերթով պարոն Միրզոյան համեց։ Պարոն վարչապետ, ես ուզում եմ ասել, որ ինքս շատ մեծ կարևորություն եմ հաղորդում եւ ռազմավարությանը եւ իհարկե ավելի շատ այն ճանապարհային քարտեզին, որով մենք պետքա իրականացնենք այս ռազմավարությունը եւ հիմա ասեմ ինչու։ Ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ մենք պետքա շատ բարձրաձայն խոստովանենք, որ Հայաստանի Հանրապետությունում կա խտրականություն կանանց նկատմամբ եւ ավելին ասեմ, շատ ավելի վատ, Հայաստանի Հանրապետությունում կա բռնություն կանանց նկատմամբ եւ կա ընտանեկան բռնություն։ Սովորաբար ընդունված ասել, որ դա կա մարզերում, բայց ես ստորագրում եմ ձեր բառերի տակ, դա կա Երևանում եւ այս այն դեպքերից է, որ մենք էլի ենք առնչվել այս ոլորտին, մեր հասարակությունում կան այդպիսի թեմաներ, որոնց շուրջ սեղանների շուրջ ընդունված է ճոռոն բառեր ասել եւ կենացներ խմել, օրինակ այս դեպքում կանանց մասին, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունք է ցույց տալ կանանց նկատմամբ, եւ եթե խտրականության դեպքում, օրինակ հանրային կյանքում, տնտեսական կյանքում
ինչ որ հավելյալ գործիքների կարիք կա, բացի կրթությունից եւ հոգեբանական ինչ որ ասպեկտներից, օրինակ, եւ մի մասը անում ենք մանկապարտեզներ, մսուրներ, դայակներ, որպեսզի խրախուսենք կանայք ավելի ներգրավեն եւ հաղթարենք այդ խտրականությունը, ապա բռնության դեպքում դա ընդհանրապես անբացատրելի է եւ անհանդուրժելի է։ Ես կարծում եմ, որ մենք շատ հատու վճռական եւ անողոք պայքար պետք է մղենք ընտանեկան բռնության դեմ եւ հստակ գործիքներ մշակենք կրթությունում օրինակ կանխարգելման նպատակով, ներքին գործերի նախարարությունում օրինակ, չգիտեմ, արագ արձագանքման նպատակով եւ այլն, սա պետք է լինի մեր առաջնահերթություններից մեկը։ Համաձայն եմ լիարժեք ձեզ հետ, պարոն Միրզոյան, ուղղակի կավելացնեմ, որ նաեւ բռնության ընկալումը մեզանում ամբողջական չի։ Մեզ թվում է, թե բռնությունը մենակ ֆիզիկական կոնտակտն է, եթե ֆիզիկական կոնտակտ չկա, ուրեմն չկա բռնություն, բայց իրականում համենայն դեպս հետազոտությունները, որը ես կարդալու առիթ ունեցել եմ, ասում են, որ բռնությունը մենակ ֆիզիկական կոնտակտը չի, կամ ֆիզիկական կոնտակտի բացակայությունը, ֆիզիկական ներազդեցության բացակայություն դեռևս չի նշանակում բռնության բացակայություն եւ բռնության ձևեր կան, որոնք չի նշանակում, որ ինչ-որ մեկին խփում է։ Եվ եթե այս տեսակետից նայենք տրամաբանությունը, ընդհանրապես կարող ենք արձանագրել, որ բռնության միջավայր կա մեծ հաշվով, խտրականությունը, այդտեղ խտրականությունը ինչ է, այդտեղ իհարկե տերմինաբանության խնդիր կա, ես դա ուզում ասեի, պետք է հասկանալ խտրականություն ասելով ինչ նկատի ունենք, բայց այդ բանավեճը, բայց այո, այն որ կա բռնություն եւ բռնության միջավայր, դա ակնհայտ է, ընդհանուր առմամբ մեր երկրում կա բռնության միջավայր, որովհետեւ խոսքային վերբալ բռնությունն էլ է բռնություն, իսկ երբ որ տեսնենք այս առումով գնահատենք իրադրությունը, շատ բան կլինի, շատ ավելի տխուր պատկեր կստանանք, եւ բայց ես վերադառնալով հարցի մյուս հատվածին, երբ որ խոսում էի, որ տղաների կրթության նկատմամբ տղաների վերաբերմունքի ձևավորման մասին, արդյոք մենք պետք է նաև, ես օրինակ այդ բանը ինձ զարմացրել է միշտ, ես տենց էլ չեմ կարողանում հասկանամ, դա որտեղից է ծագում եւ ինչից է գալիս։ Փոքր տղաներին հայհոյանք սովորացնելու մշակույթը։ Ասենք որ մեկ էլ տանը հյուրեր են հավաքում, ասենք բանը, միջոցը ոնց որ մարդիկ նորմալ նստած շփում են, մեկ է արի, ասա դե բանին ինչ ես ասե, տատիկին ինչ ես ասե։ Ժողովուրդ կներեք, սա չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ, էլի, ասենք սա ես բարեբախտաբար կարգավիճակի բերումով ագին երկար չեմ առնչում նման իրադրության հետ, որովհետև դե իմ մոտ տենց բաներ ենթադրում եմ վերջին տարիներին այդպիսի տեսարաններին ականատես չեմ ելնում, բայց եթե ինձ ասեք, որ հիմա էլ չկա տենց բան, ես կերջանկանամ, բայց ես ենթադրում եմ, որ դա ընդհանրապես նրանից է, որ ընդունված չի վարչապետի մոտ տենց տեսարանները ի ցույց դնել։ Չնայած եթե ընդունված չի, ուրեմն կան կալում, որ դա այդքան էլ տենց բան, լավ բան չի։ Համեցեք Տիկին Անդրեասյան, դուք բան ունեիք ասել։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես էլ կուզեմ ընդգծել, որ բացարձակ համաձայն չեմ